Ողջույն բոլորին, այսօրվանից սկսվում է յուրահատուկ տեսանյութերը, որը կլինեն անընդմեջ։ Այս տեսանյութը վերաբերվում է ինչ է սպասվում ինձ, ինչ է սպասվում ձեզ մոտակա 15-ից 30 օրվա ընթացքում։ Շատ այդպես մեծ գլոբալ չենք վերցնենք թեթև, որպեսզի մշտապես անենք, մշտապես լինի այս տեսանյութերը։ Կտեսնենք, թե ինչ է ձեզ սպասվում այս ժամանակահատվածում։ Ինչ-որ բաներ պահել հարկավոր չէ, որովհետև դե ինչ պահեք։ Միգուցե ինչ-որ պահեր կան, հարցեր կան, պահեք, տեսեք, համապատասխանում է ձեզ հետ, թե ոչ։ Որովհետև մենք կնայենք հիմա այս պահը, ինչ է կատարվում ձեզ մոտ։ Այս պահին, ինչ է կատարվում ձեզ մոտ։ Հետո նոր արդեն շարունակենք, որպեսզի հասկանալի լինի։ Տեսնենք դրական իրադարձությունները, որոնք ձեզ սպասում են այս ժամանակահատվածում։ Բացասական իրադարձությունները, որոնք տեղի կունենան այս ժամանակահատվածում։ Ինչպես կդասավորվի ձեր ապագան ընդհանուր առմամբ։ Այս ընթացքը, իհարկե դա ապագան ենք մենք նայում։ Եվ խորհուրդ, թե ինչպես կարող եք ազդել իրավիճակի վրա, եթե ինչ-որ իրավիճակ վատ է կամ լավ է։ Մենք քարտերը նաև կհանենք, որովհետև սա ևս մեզ օգտակար է երկրորդ քարտը, մեր հարցերին լիարժեք պատասխանում է։ Եվ վերջինը, և տեսնենք քարտերի ներքևում ինչ է։ Դե մեկում խոչընդոտ, մեկում ճանապարհ։ Տեսնենք ընդհանուր հիմա ձեր վիճակը։ Հիանալի վիճակ է, ուրախ եք։ Այս պահին ամեն ինչ կարգին է, միգուցե սպասում եք ձեր ամուսնուն, ձեր տղային, ձեր եղբորը։ Միգուցե նոր ծանոթություն է արդեն ձեզ մոտ հաստատվել եւ այդպես իրանով եք տարված, իրանով եք շնչում այս պահին եւ տրամադրված եք իր նկատմամբ, այդպես դեռ ոնց որ կարևոր ինքն է։ Ուրախ պահեր են, միգուցե ձեր տղան է ամուսնանում, միգուցե ինչ-որ միտեղից է վերադառնում նաեւ։ Եվ դրա համար ուրախանում եք, կամ ամուսինն է վերադառնում, ինչ-որ բան է, որ տղամարդու հետ է կապված, կամ կկիսվեք այդ տղամարդու հետ, ձեր այդ ուրախությամբ, ձեր բարձր տրամադրությամբ, ինչ-որ մի բան է կատարվելու, միգուցե դրական իրադարձության մեջ ցույց տա, թե ինչ է իրականում կատարվելու, նայեք, այստեղ ևս ճանապարհ ունենք ընկած ներքևում, դա կարող է լինել իրոք ճանապարհորդություն միասին, դա կարող է լինել օգնում է ձեր գործերին առաջ մղել, գալիս է տուն, գնում եք իր մոտ, եւ դրա համար այսպես բարձր տրամադրություն ունեք։ Տեսնենք դրական իրադարձությունները, որոնք որ կգան ձեր կյանք, չեն ուզում դուրս գալ։ Դրական իրադարձությունները այստեղ խոսակցություններն են ավելի շատ, քննարկումները, միգուցե աշխատանքի քննարկումը, միգուցե նաև գնում եք հարցազրույցի այս 15-ից 30 օրվա ընթացքում, դրա համար է ձեր տրամադրությունը այսպես բարձրանում, միգուցե կարիերայի հետ է կապված, այստեղ պաշտոնի հետ է կապված եւ գնում եք քննարկում, որ ձեզ են ընտրել, օրինակ։ Աշխատանքի վայրում սա մի քիչ բամբասանք է, բայց երևի թե այս պարագայում մենք դրականն ենք նայում, սա երևի լավն է խոսում, որ դուք ինչքան լավ եք օրինակ աշխատում։ Մի փոքր անհանգստություններ կան, բայց դրական նոտայով որ նայում ենք, անհանգստություններ պետք է հանեք ձեր ներսից, դա աշխատանքի գտնելու հետ է կապված, աշխատանքի որոնման, ոչ է պետական հիմնարկության հետ է կապված, հիվանդանոց դա կարող է լինել ինչ-որ մի բան, որը անհանգստանում եք ինչ-որ մեկի համար, բայց սա դրական է, եւ լավ բան է լինելու, քան պետք չի անհանգստանալ։ Նույնն էլ աշխատանքի հետ կապված, պետք չի անհանգստանալ բացարձակապես։
Եվ խոսակցություններին եւս դրականորեն նայեք, մի տրամադրվեք ոչ ոքի նկատմամբ։ Դե ուրեմն ոնց որ ասում է կաք այդքան, որ ձեր հետևից խոսում են, եւ ուղակի բանի տեղ մի դրեք, այդքան մի բան։ Դա կարող է լինել աշխատանքի վայրում, ոչ ինչ որ մի կենտրոնում, որտեղ կամ աշխատում եք կամ գնում եք անընդհատ։ Այսը ավելի շատ անհանգստությունը ձեր աշխատանքի եւ գուցե հիվանդանոցային ինչ-որ պայմանների հետ կապված, բայց պետք չի անհանգստանալ, էլի եմ ասում։ Տեսնենք բացասականը, բացասականը սա արդեն ուրիշ բան է։ Նայեք, ձեր ցանկություններին հասնելու համար այստեղ վիճում եք մարդկանց հետ։ Սա նաեւ ճակատագրական վեճ է ձեզ համար, որը կարող է շատ իրոք լուրջ հետևանքներ ունենալ։ Թե աշխատանքի վայրում, թե անձնական կյանքում, յուրաքանչյուր տեղ, որտեղ լինի, այս վեճը կլինի ձեզ համար ճակատագրական, կամ ձեր գործը կշպրտեն, կամ ձեր գործը կտան ձեր ձեռքը կասեն գնա, կամ այստեղ այդ վեճը, այդ թեժ պահը նաև կարող է բաժանել եւս զույգերի։ Դրա համար պետք է որպես բացասական կողմ այս 15-ից 30 օրը հատկապես հեսա մի 2 օրից Ուրանն է միանում, կարծեմ Նեպտունին, ինչքանով հիշում եմ։ Նեպտունը մտել է, չէ Նեպտունը։ Մի խոսքով շատ 2 հզոր գիգանտ Ուրանը չի։ Մի խոսքով 2 գիգանտ մոլորակներ էին, միանում էին իրար, ես պատրաստվում էի տեսանյութ անել, այդպես մտքիցս թռավ, չգիտեմ էլ օրը եկավ անցավ գնաց թե չէ, բայց երևի թե այսքանի օրն է։ Եվ դա եւս շատ կարևոր միացում է, որը հիմա մենք ունենում ենք այնպես միացումներ, որը դարեր առաջ է եղել։ Եվ հիմա եւս շատ կարևոր է եւ մեր կյանքում այլևս նման միացումներ երբեք չեն լինի։ Եվ այստեղ դուք ճակատագրական քայլ եք անում։ Եթե օրինակ այդ միացման բանեք, որտեղ 15-ից 30 օր նաեւ Ուրանն է տեղափոխվում, այդ քայլը եթե անեք, ոնց որ դա արդեն հետադարձ ճանապարհ չկա։ Ուղղվելու հնարավորություն չկա։ Սա նաև վեճ է ձեր հեռավոր բարեկամների հետ, դա է բացասական իրադարձությունը։ Միգուցե իրար չեք հասկանում, իրար հետ վիճում եք ձեր բարեկամի հետ, կամ ինչ-որ մեկի ծանոթի հետ, որ գտնվում է դրսում, միգուցե իր մոտ գնալ չգնալու հետ է կապված դա։ Նաև սա իրոք ձեր ցանկությանը հասնելու համար ուզում եք վիճել, բայց այդպես մարդը չի հասնում իր ցանկությանը, ավելի հանգիստ ճանապարհով է մարդը հասնում իր ցանկությանը։ Եվ եթե սա նայենք մյուս տեսանկյունից, ինչու որ ես եմ խոսում, ես եմ այս քարտը վերլուծում ուրիշ ձև, ինքը ուրիշ վերլուծություն չունի, ես եմ այդպես մտածում եւ ես եմ այդպես ասում։ Եվ եթե այստեղ տուն եք մաքրում, կամ, սա մաքրություն է, սա նշանակում է մարդը իր ցանկությանը հասնելու համար իր հետևից մաքրում է այն բաները, որը որ կպած է իրեն եւ չի թողնում, որ ինքը առաջ գնա։ Չի թողնում, որ մարդը հասնի իր ցանկությանը, պահում է, հետ է մղում եւ դուք կարող եք ի վերջո որոշել մաքրել այդ պահը, հանել ձեր կյանքից, որ այլևս նա ձեզ չխանգարի, որ դուք գնաք հասնեք ձեր նպատակին։ Այսինքն հանում եք նաև դա բացասական է։ Դա բացասական է եւ ձեզ խանգարում է, որ դուք առաջ գնաք։ Հասնեք ձեր ցանկությանը, հասնեք ինչ որ մի տեղ, այն աստղին, այն փայլուն տեղին, որտեղ որ դուք եք ուզում։ Եվ հենց դրա համար էլ այստեղ հանում եք դա։ Երկու նշանակություն ունի սա, ամեն դեպս ինձ համար։ Եվ տեսնենք հաջորդ հարցը, ես արդեն մոռացա, դա գրանցել եմ։ Ինչպես կդասավորվի ձեր ապագան, այսինքն դե մտապես այս ժամանակահատվածը։ Հիանալի է, նայեք եւս էլի արևը այստեղ ունենք, այնպես որ ուրախ եւ բարձր նոտայով, եթե այստեղ դուք եւս այդ բացասական որպես երևույթ այդ ձեր պոչից մաքրեք այն ինչ որ ձեզ խանգարում է առաջ գնալու համար։ Դա կարող է լինել մարդ,
Դա կարող է լինել ինչ-որ մի ընկերուհի, դա կարող է լինել ինչ-որ վախեր, դա կարող է լինել ապրանքներ, որը տենց քրչմրչի նման հավաքված են եւ տեղ չկա ուրիշ բանի համար, որտեվ նոր թարմ օդ է հարկավոր, նոր էներգիա լցվելու համար։ Դե համար պետք է մաքրեք։ Իսկ մնացածի համար արդեն ես ասացի։ Այստեղ ուժը տեղը կլինի, առողջությունը տեղը կլինի, հիանալի կլինի այս վերջը 15-ից 30 օրվա հետ կապված, սա էլ է հիանալի քարտ էր, որ իմանամ ինչ խոսում։ Ինչ որ բաներ տեղի կունենա, նոր ծանոթություններ, ավելի հզոր, ավելի այդպես առնական ոչը մեկի հետ, ում վրա հույս կդնեք, սա եւս այստեղ երևում է, սա ավելի շատ ոնց որ սիրային թեմային վերաբերվի, տնորենի հետ կարող եք հիանալի հարաբերություններ ձևավորել այս շրջանում, լավ լինել իրար հետ եւ այստեղ էլ չանհանգստանաք, հա, որ ինչ որ կարող է ինձ հանի գործից, կարող է ինչ որ մեկին բերի նստածնի իմ փոխարեն, հա, եւ այդ մտքերը արդեն դուրս կգան ձեր ներսից։ Դե սա նաեւ ինչ որ մեծ եկամուտ կարող է գալ ոմանց մոտ, պաշտոնի բարձրացում, սա կարող է լինել ոմանց մոտ, ավելի լավ ձեզ զգաք ուժեղ, եթե օրինակ սա այստեղ մաքրեք էներգիան թարմ լինի, գարնան այս էներգիան ավելի վերցնեք, որտեղ դե գիտեք, գիժ մարտից հետո մի քիչ ապրիլն է գժվում, հետո արդեն այդ արևը այնքան պայծառ է, որ մարդը ուզում է այդ էներգիայով լցվում է, ինստինկտյան։ Ես այս արեստանոցը այստեղ մռայլ է, շատ մռայլ է։ Այսօր գնում եմ տուն, այսպես արևը ընկած ամբողջ տնով մեկ, այսպես մի հատ ուրիշ էներգիա է ապրում, այսպես մի հատ ուրիշ պահ է։ Չնայած փակել եմ, որովհետև արդեն շոկ է անգնում ներս, բայց համենայն դեպս այդ պահը, որ այդ թարմությունը, դուք նույնպես այս 15-ից 30 օրվա ընթացքում կզգաք այդ թարմությունը, այդ պահը, այդ ուժը, կուզենաք ինչ բան անեք, հասնեք ինչ որ մի բանի, sense ջարդեք, փշրեք, ամեն ինչ եւ գնաք հասնեք հենց ձեր ուզածին, որը որ կա։ Յուրաքանչյուր բան, լինի հարաբերություններ, աշխատանքի ընդունելություն, լինի սեր, այդ մարդուն հասնելու համար, այդ մարդուն գրավելու համար, մարդը այդ հզոր էներգիան կունենա եւ գիտեք նոր ընկերներ կարող եք ձեռք բերել։ Մեկը կարող է լինել ավելի հարուստ, մյուսը կարող է լինել ավելի այսպես, հա, ոչ պետական աշխատող եւ իրենց մեջ ավելի լավ զգաք։ Միգուցե ձեր երկրորդ կեսին գտնեք, միգուցե ձեր երկրորդ կեսն է նման ինչ որ պաշտոն ստանում եւ ձեր վիճակը ֆինանսապես ավելի լավ է, դրա համար ուրախ եք։ Ամենայն դեպս սա, որ ասում են ինչպես կդասավորվի ձեր ապագան, հիանալի ուղղակի։ Եվ իհարկե խորհուրդ էր այստեղ, կարծես թե խորհուրդ ինչպես կարող եք ազդել դուք իրավիճակի վրա։ Դե մենք այստեղ ունենք բացասական իրավիճակ, բացասական իրավիճակը հենց կարող է եւս առաջանալ որևիցե գաղտնիքների պատճառով, ինչ որ մի գաղտնիք կարող եք լսել եւ դրա համար վիճել դիմացինի հետ եւ այդ վեճը ավելի թեժացնել։ Հենց դա է ասում, որ դուք ազդեք ձեր վրա յուրաքանչյուր բանը ավելի հանգիստ վերլուծելով, ավելի հանգիստ դրան նայելով կկարողանաք ամեն հարց վերանայել։ Այստեղ ավելի շատ գիտեք հանգստացնող ինչ որ բաներ կարող եք անել, եթե զգում եք լարված եք, եթե զգում եք անհանգիստ եք, եթե այստեղ վիճելու այդպես թարմ տրամադրություն ունեք, այստեղ պետք է ավելի հանգիստ նայեք ամեն ինչին, թեկուզ եթե պետք է գիրք կարդաք, թեկուզ եթե պետք է ինչ-որ բանաստեղծություններ կարդաք, ինչ-որ աֆորիզմներ կարդաք, որ կարողանաք ինչ-որ հարցին, ինչ-որ ձևով, որովհետև կան իրոք խորհուրդներ, որ այդ խորհուրդը լսելուց հետո մարդը ինչ-որ ձևով փոխում է իրան եւ չի անհանգստանում, որտեղ տեսնում է այլ ավելի բարդ խնդիրներ կան մարդկանց մոտ եւ այլն, հա, այստեղ։ Եվ այստեղ նաեւ սա դե ընդհանուր առմամբ սա ուսումն է, եթե օրինակ անհանգիստ եք աշխատանքի հետ կապված, եթե մտածում եք, հա, այստեղ աշխատանքից կարող են հանել ձեզ,
պաշտոնից նվազեցնեն, այստեղ լուծումը դա է, որ գնաք սովորելու, ավելի շատ գիտելիքներ ավելացնեք ձեր մոտ, ձեր եւ հաջողությունը միանշանակ է, այստեղ հաջողության քարտն է, որը որ ի վերջո վերջում է սա մեզ ասում, հա, որ քեզ հաջողություն է սպասվում։ Այսա անելուց հետո, այսինքն եթե ուսման մեջ կամ այստեղ հա զգում եք, որ անհանգիստ եք քննության հետ կապված եւ այլն, ուզում եմ շատ սովորի, ուղղակի ավելի շատ սովորի եւ կկարողանաս անել։ Եթե չի բավականացնում գիտելիքներդ եւ մտածում ես, որ քեզանից ավելի բարձր մարդ կա, ում կարողանա քո տեղը նշանակել, ապա գնա ավելի վերապատրաստվի, սովորի, ավելի գիտելիքներդ լավացրու եւ այդ իրավիճակը կփրկես։ Սա նույնպես, եթե ինչ-որ խնդիր կա, եւս էլի ավելի հանգիստ։ Թեկուզ եթե պետք է էլի եմ ասում, գնացեք այգի, նստեք, գիրք կարդացեք, հանգստացրեք ձեր նյարդերը, որպեսզի անընդհատ այսպես այս վեճը չունենաք, որովհետեւ սա ճակատագրական վեճ է, ես արդեն ասացի։ Միայն այդպես կարող եք, այստեղ էլ ուրիշ բաներ չկան։ Եվ այստեղ ուրիշ ազդեցությունները սրանք արդեն վերաբերվում են զաքսավորմանը, հա, եթե ինչ-որ նայեք ինքը նման քարտա, հա, այս տղամարդն էլ եւս էլի ինքը կարող է պաշտոնով է, սա նույնպես։ Գուցե իրոք նոր ծանոթություն է ոմանց համար եւ գնում եք զաքսավորում, հա, այդպես է գտնում լուծումը այս իրավիճակից դուրս գալու համար։ Միգուցե այստեղ բաժանումը չկա, որովհետեւ բաժանումը միայն այս դեպքում կարող է լինել, եթե դուք որպես բացասական ապրեք։ Այդ դեպքում, այո, հնարավոր է նաև լուծումը գտնեք վերջնական, որ պետք է բաժանվել եւ այս ամեն ինչին վերջ տալ։ Դե եթե սա տարիներ շարունակ այդպես տևում է, ապա հա, բայց եթե ընդամենը նոր է եւ ինչ-որ մի բան է բացահայտվել եւ ուզում եք դրանից բաժանվել, դա արդեն նորմալ չէ։ Դե իրավիճակը այստեղ եւս հարցը նայեմ ազդեցությունը սա, ազդեցությունը հենց ուսումն է գիտելիքի ձեռքբերումը, մարդը յուրաքանչյուր տարիքում գիտելիքներ է ուզում ունենալ եւ ինչքան մենք ապրում ենք, այնքան ավելի ենք սովորում եւ ըստ այդ սովորելու էլ դառնում ենք իմաստուն, ու ամեն մարդ չի մեծանում իմաստուն դառնում, սովորելու տարի վրա այդպես սովորելու հմտությունները լավացնելու, գիտելիքները լցնելու այդ կապված է դառնում մարդ իմաստուն։ Դա եւս է դուք ձեր ուսման, ձեր գիտելիքի, ձեր ճիշտ վերաբերվելու կարող եք ազդել յուրաքանչյուր իրադարձության վրա եւ ունենալ հաջողություն այն բոլոր հարցերում, ինչը որ կար, այստեղ չնայած մեկը մյուսից լավ բաներ էր, բայց ամենայն դեպս եմ որ ասում այլ ավելի ամրապնդելու համար եւս հա պետք է մարդը ոնց են ասում դրան, մի բառ կա էլի, որ ասում են, ոչ թե գիտելիք, այլ մի խոսքով միգուցե դուք այդ պահը ավելի նայեք եւ գրեք այդ վերջին բառը մարդը պետք է ոչ թե իմաստուն, այլ հա ուտեւ սա իմաստության քարտը չէ, այլ մի խոսքով մտքիցս թռել այդ բառը դրանով լինի, որ հաջողության հասնի։ Միայն դա։ Այսքանը սիրելիներս, սա էլ մեր վերջին 15 օրվա կանխատեսումը, տեսնենք ինչ կստացվի։ Հետևեք, ճիշտ է ինքը ընդհանուր է ֆոնը, բայց դե պետք է հասկանալ, որ ես չեմ կարող այսքան խոսել բոլորի համար։ Այսպես ընդհանուր կանխատեսումներ բավականին շատ կլինեն։ Դուք վերցրեք ձերը։ Եթե զգում եք, որ ձեր կյանքում այդպես չի, ապա վերցրեք լավը։ Այդ կանխատեսումից վերցրեք լավը եւ մտածեք, որ ձեր կյանքում այդպես է լինելու։ Որ դուք այսպես եք անելու եւ այդ դրականը կվարձնեք ձեզ մոտ։ Այսքանը թող որ այս 15-ից 30 օրվա ընթացքում ձեզ բերի այդպես լիքը ուրախություն, շատ ժպիտ, էներգիա, ուրախ պահեր։